24 News-ի եթերում Մարդիկ Արցախից հաղորդաշարն է, ինչպես եւ խոստացել էի, այս եթերաշրջանում նորությունները առջևում են։ Կարծում եմ Սուրբ Զատկի տոնը լավագույն առիթն է համտեսելու արցախյան ժենգյալով հացը։ Ես արդեն անհամբեր եմ, կարծում եմ իմ օպերատորը եւս, առաջարկում եմ գնանք միասին բացահայտելու արցախյան հերթական գեղեցիկ ընտանիքի պատմությունը, համտեսելու ժենգյալով հացն ու զրուցելու արցախյան գեղեցիկ հուշերից։ Գնացինք։ Բարևձեզ, լավ, դուք ոնցեք։ Հյուրեր ընդունում ես։ Իհարկե, արցախցի վեր ընտանիքա վեր հյուր չի ընդունում։ Իհարկե։ Քանի վեր Սուրբ Զատիկա, շատ լավ առիթ է, որպեսզի խոսենք մեր ժենգյալով հացի մասին։ Ես վեր արդեն շատ լավ տրամադրությամբ ուներսիտետ տեսնում ես ամեն գրիփը։ Ոզում պատվիրված ժենգյալով հաց ոնց եք թխում, ոնց եք անում, ինչ կանաչեղեն են ամեջ մտնում։ Շատ հաճելի է, ուրեմն ժենգյալով հացը դա համարվում է մաքուր արցախյան ուտեստ ու ինքը ընդհանրապես սեղանների զարդն է, իմ կարծիքով ինքը զարդն է, թաքուհին է, ես շատ եմ սիրում իր նետ գործ անելը, ժենգյալով հացը թխելը, կանաչիները հավաքելը, այդ սաղ պրոցեսները ինձ դուրակ եմ, ես դա անում մեծ հաճույքով, Քյունում հավաքում կանաչիները, հետո ստեղի այգում էլ կա շատ կանաչիների տեսական, ես հետո ցույց կտամ հիմնականում կանաչիների ներկապահին 12 տեսակ կանաչի կա, դե հիմնականը գիտում եք, ճռճռոկն, սեմուկը, գազմնդյուկը, հիմնական կանաչիները դրանքով է պարտադիր պիտի ինի ժենգյալով հացի մեջի վերինքի համովն, մեկ էլ արցախյան հոգի պիտի ինի տղեիս, այդքան Դե թխելը գիտում եք թխելի զրույցի կանոնը հետը անկասկած ես թխում ու մին գիտամ մտովի ինքը ինձ կապում Արցախին նհդ ես մտովի համ զրույցում անում համ բենանում հիշում մեր այսին ժենգյալը բոստանին վեր անգյունում ալել շտեղը ալել անընդհատ այս գործը ինձ հիշեցնում է դիավեր միշտ հիշում բայց այս գործը նեյսել համիշտ հաշեմանում ենում Արցախում Իմ մոտ կամն գուճի խոխեք մաստեր կլասնի անում է քան հաճույք հավանանում ստեղի խոխեկնել Հայաստանաբնակ խոխեկնել Արցախի խոխեկնել կամն թխումն իրանց թխածը կամոտում կամ տանում իրա մամուն պապուն հետ շատ սիրում են հիմնականում մենք Եթե անկեղծ ստեղի բնակիչներն են պատվիրում, հինգիտամ մեծ հաճույքավոտում են, զանգընտամ, բեներն թայրի փնանում կարելի ասած, դրնա շատ եմ չես կրոմն թայրի փնանում, հինգիտամ դուք թխելը գիտում եք, պախե չէ։ Դե արիչլ էլ թխելի, հինգիտամ։ Դե ես կսվրցեմ, քանի որ սոնդին հետ ընկեզ ոյզն վեր դուք փարտուկ կապիկ, մեկի կապակը տինեք։ Անպայման։ Խմորը մինակ ջուրը աղ մեկել ալուր, ընդհանրապես դրոշ բեն վեշմ բեն կավեջ, կանաչիների մեջն է կտրտում ենք, հետո աղ բիբարը կցեցա, մեկել ձեթ ընկածում, դե գիտում եք, այս տա անիմ։ Ուզում եմ հիշենք այն օրերը, երբ որ Արցախում կյանքը երում էր, երուզեր էր, մարդիկ թեկուզ Սուրբ Զատկի տոնին պատրաստվում էին, տոնակատարությամբ, ինչ մեծ, այսպես ցանկությամբ, իհարկե դա 2020-ից հետո պատկերը լիովին փոխվեց, այնուամենայնիվ վառ օրերն եմ ուզում հիշենք։ Ճիշտ ասած մեծ հաճույքով կհիշիմ Արցախի վառ օրերը, որովհետև արցախցիները ամեն մի փոքր բանից տոն էին սարքում, ու ես հիշում եմ, որ այս Զատիկի օրերը, տոն օրերին սաղի հայատներից խորովածի հոտ էր գալիս, ու ասեմ, որ այդ խորովածի հոտը, չգիտեմ, դու զգում էիր մի քանի 100 մետր հեռավորության վրա, արցախցիներս հատկապես հիշում եմ վերջին Ստեփանակերտի տոն օրը, փուչիկներով զարդարված մարշրուտկիկը, սաղ, թե ինչ մարդիկ ինչքան էին ուրախ, ինչքան էին տոնական, հատկապես այդ վերջին օրնա շատ տպավորված միջև կռիվը։ Չգիտեմ, արցախցիները մի ուրիշ տեսակ նշում էին միշտ այդ տոները։ 2020-ից հետո ինչ փոխվեց ձեր կյանքում եւ արդյոք այդ ապրումները նման են 2023-ի ապրում։ 2020 թվականը փոխեց մեր կյանքը իհարկե վատ տեսակով, որովհետեւ չկար Շուշին, չկար շատ տարածքներ մեր Արցախի տարածքներից, բայց գոնե հետ էինք դարել Արցախ, մնում էինք Արցախում։ 23 թվից հետո դե արդեն այդ սա հույսերը մարվեց, միջև հակարի կամուրջի գոնե էլի դուրս գալը հույս ունեի, որ կարող է ինչ-որ մի բան լինի ու մենք հետ վերադառնանք, բայց ցավոք չկայացավ իմ այդ երազանքը։ Ճիշտ ասած, ես ժենգյալով հաց թխելի իդեան ինձ իմ մոտիկ մարդիկ ընտվալ ասան վեր դու Ղարաբաղ միշտ
խեյսել է համով խեստը շարունակում չս այդ գործը մտածում եմ կարելի է շարունակած սկսալ մեզ գործը հինգիդամ դե վրոդի գոհն լոխ Էս ամենքել է փորձելու տեսնանք Всё խնդիր չկա Էստի դե մենք հերթը ծերնա ուրեմն գրտնակումը սիրուն Սստի ալերավ անումը դա խմոր գրտնակացիկ ես ասած կանաչիները կտամ Էս խայտարակ դառնանք սա աշխարհակ մինում է Չէ խայտարակ չկտրնոա Ալերա վրացիկ բոլ մի րոպե Ալերստի երեքան ածում աշեն գրտնակում ասած ես կանաչիները պատրաստ Իսկ Արցախում ձեր ամենասիրելի վայրերն է Վայ Արցախում իմ վայրերը սաղ ինձ է սիրելին, բայց ամենից սիրելին դա ինձ է մեր գյուղն է Մաճկալաշենը, որ ամարաս եկեղեցին շտեղ գտնվում է։ Ես Մերշենը շատ եմ սիրում դժն ասած գյումչում Էրուշտի մարդկա վերուրան շենը այդքան շատ սիրի, ես նախ շատ եմ սիրում։ Ընդհանրապես Արցախի բոլոր վայրերն էլ համ շատ սիրունալել, համ էլ Գիտամ յուրան համն հոտնալ Արցախի վայրերը Ոզում ճուտխելիս տխուրվեներախոսին դրա մասին հալամ փսելու բան բայց ինչու կարծում դի օրգիդանա վերնքինան եք մեր Արցախը Հա մի պատարելերցիկ մի պատարել նա լավ աշակերտը քվեչինչ դե եթե մոզ այդ հույսը նիվեշ մուկ իստումա թա մսաղիսին ֆակ կտա եթե մուկ այդ հույսավ չի ապրինք վեր մի օրերից մի օրքինանք նորից Արցախ իստումա թա մուկայել չնք ապրինք Այդ հույսն ավերմս ապրեցնում է։ Ինձ նաղդը տիա։ Արցախից ի՞նչ եք բերել ձեզ հետ։ Տան բանալիները մեկ է մի բուր հող։ Երուշվեշ շիմպեն։ Ուշատ ուշում դուս եկալ են բենա վեր մտածամ վեր հալա հնարավոր է վեր այսին դուս մեկ կալի կացեք քամսի 27-ին եմ դուս եկալ Միջև վերջել, միջև հակարի կամուրջը անցկնայսել են մլելստի մտքերավ ասում կարող եմ հատստի երկնային ուշ ասե ետք դռնում քինիկեն ալանտատ հուշ սխոքս Ղարաբաղը Արցախը Իրանլի վերեսա ետքիննանք գիտեմ Ինչպիսին էր զգացողությունը հենց հակարի անցեկետում Հոգիդ փշրվում է այդ զգացողությունը դատարկություն ավելի ճիշտ դատարկություն այդքան Առանց Արցախ դժվար է ապրել շատ դժվար է ամեն բա ես միջև հիմա նույնիսկ զանգում եմ մեր տան հեռախոսի վրա այն հույսով որ կարող եմ եկա վերցնի անընդհատ թերթում եմ այդ վիդեոները մտածում եմ որ կարող հանկարծ մեր շենքա մեր տունը Երևա գոնե մի պահ տեսնեմ հիմա ինչ վիճակում է ինչա չգիտեմ երասնում որ հեռախոսի այն կողմից ինչ որ մեկն իսկապես կմտածի եւ այդ մեկը ձեր ընտանիքի անդամներից չի Չգիտեմ չնասած չեմ մտածել բայց այն որ Այն հույսով զանգում եմ մտածում եմ ապրող կա մեր տունը թե չէ բայց որ չեն պատասխանում մի տեսակ ուրախանում եմ որ լավա որ գոնե տանը ապրող չկա գոնե տունը դատարկ է ես ինձ տուն ունեի Շուշի հետո մեր շենքը երրորդ շենքն էր Շուշի երրորդ շենքը քանդելուց հետո ես մի տեսակ համ Շատ է տխրել որ քանդել էին այդ շենքը համ էլ մի տեսակ ուրախացել էի որ գոնե մեր տանը ապրող չի լինի գոնե տանը ապրող չի լինի Դե նույնն է Ստեփանակերտի երևի մասին կարամ ասեմ Չգիտեմ գյուղի տունն ամեն շատը գյուղի տունն եմ հիշում հատկապես երազներում անընդհատ մեր գյուղի տունն եմ տեսնում մեր գյուղն եմ տեսնում առաջ այդքան երազներում չէի տեսնում բայց հիմա հենց աշկս փակում եմ երազներս սաղ Արցախում եմ ու հատկապես մեր գյուղում եմ բայց էլի նույն իբր կռիվա իբր sense միտեղից միտեղ են գնում նկուղն են գնում այդ նույն այն որ կաշմարնի երազներն ա լինում մենք բեն աղ բիբար Ացած արխայնացե հա հապրում տախ չկա արխայնացե Ահա դա լավ ահա Խառնի Հա խառնեցեք հետո իմ պատարել արևած այդ բենը ձեթ հանեցեք Այս պատերազմը ծզետի հունցա սկսալ ինձ առաջարկում այս պատմություններն նաև մեր գրական հայերեն ավպատմինք որպեսզի մեր հայրենակիցներին լինի հասկանալի Հուցայիլարի սեպտեմբերի 19-ի պատերազմ Սեպտեմբերի 19-ին ինձ ճիշտ ասած շատ սիրուն այգելել Քրասնի գյուղում ես բլոկադայի ժամանակ համարյա ամեն օր ոտով գնում էի այդ այգին մշակում էի ջրում էի
դից ամեն ինչ ցանել էի։ Դա ես իմիջայլոց իմ այգու ծառերի հետ էի զրուցում, ինձ այդ բնավորություն ունեմ ծառերի հետ, իմ գործի հետ զրուցել։ Այդ նույն օրն էլի կես ճանապարհը ոտով, կեսը պատահական մեքենայով գնացել էի։ Մեկ է զանգում են ինձ Երևանից, ասում են ճիշտ է որ ձեր մոտ կռիվ ա սկսել։ Ասում չէ, նայեք, ու կամերով ցույց եմ տալիս։ Ասում նայեք, գիտես ինչա, արևա, Հերմինենա շատ մոտիկ, Մարթա ինքն էլ շատ արցախասեր աղջիկ է։ Ասում չէ, Հերմին, նայ, տես ինչ արևա, տես ինչ լավ է։ Այնա ես էլ այգում աշխատում եմ, ասում եմ, բաց տեղ ասում են, որ տեղ արդեն դրությունը վատ է։ Ասում եմ, չէ։ Հենց հանջատում եմ հեռախոսը, մեկ էլ արդեն տեսնում եմ, մենք էլ Հայկավան ենք ապրում, մեկ էլ արդեն տեսնում եմ սկսվեց պայթյունները, ու վсё, այն որ շուշուտ վեշերը բանը, ոչ սաղ թողել եմ տեղ, ոտով միջև մալուբալու, ոտով լացելով եկել եմ, հետո մի հատ մարդ մեքենան կանգնեցրեց, ասում է, տեղ չկա, բայց եթե ուզում ես մի կերպ խսկվի, Ժիգուլու մեջ 8 հոգի էին։ Մի կերպ խսկվեցի միջև Ստեփանակերտա այդ ներքևի մասը եկա, հետո դրանից հետո էլի ոտով միջև Հայկավան լացելով, որ կարող է մեր տնեցիներին մի բան լինի, առանց բայց վախենալու էլի, մտածում եմ տնեցիների համար։ Լցրո, բոլ լցրո։ Դե ու տենց եկա, տեսա սաղ արդեն մեր թաղի մարդիկ սաղ պատվալում, երեխեքը, կնանիքը, մի խոսքով, չգիտեմ, Դեք երբ որ մենք նկուղում էինք, անընդհատ լուրեր էինք ստանում, որ Հայկավանի, Կրկժանի ժողովուրդը արդեն ավելի վաղ է տարհանում, որովհետև թշնամին համարյա քաղաքի մատույցներում էր։ Պատկերը կարծում եմ ձեզ համար ավելի տեսանելի էր։ Իրոք այդպես է, տեսնում եք այդ կրակահերթերը, քաղաքի միջնամասից երևում էր։ Հա, արդեն, հա, Կրկժան քանի որ գնում էր, փոխհրաձգություններ գնում, արդեն համ շատ մոտիկ էր այդ կրակոցները, բայց անկեղծ որ ասեմ, տղամարդիկ կանգնած էին Հայաթում։ Երեխեքն էլ իրանց համար ինձ նույնիսկ վիդեո ունեմ նկարած, որ հրաձգություն անդեն վերևում, բայց երեխեքը իրանց համար հանգիստ Հայաթում խաղում են, տղամարդիկ էլ իրանց համար կրակ են անում, կոֆե են սարքում, որ մի կերպ բանան, դիմանան։ Չգիտեմ, ես այդ վախի զգացումը չի եղել անկեղծ։ Այն որ տեսել եմ արդեն մեր զինվորները ոնց են վազվզում էս կողմից են կողմը, վերջը տղամարդիկ մեզ բան էին անում, ասում մի վախեցեք։ Չէ, մոտիկ չեն, արխային կացեք։ Մեզ բան էին տալիս, էլի, դուխ էին տալիս, ասում մոտիկ չեն, արխային կացեք։ Վախում եք։ Ու տենց միջև ամսի 27-ը արդեն որ դուրս եկա, ես տեսա որ արդեն մեր շենքի Հայաթում 4 հատ իրաց մեքենաներից կանգնած։ Հա, դե Կչմ թեղա շենգենա լավ, կարիս գորեն իրա աճուրթավ ծախս։ Ստանում ասամարդ։ Ես եթերը դու եշս։ Դետի սիրան։ Մեր մոնտաժնիկին խնդրեն, որ անպայման ես հատվածը տեղադրի, ինքնագովազ դեր, հա, ես կանի։ Ուժեղ կպցրո։ Ադրբեջանական մեքենաներն էին։ Հա, ադրբեջանական, հա, հենց առաջվա շտաբի մոտ կանգնած ադրբեջանական մեքենաները։ Ու այդ պահին մեզ բարեկամներից գյուղից եկել էին մեր տունն էին մնում։ Մեկի ասի 3 հատ փոքր երեխա կային, ասի այդ երեխեքի համար վախեցա ավելի ճիշտ, ասի գնանք մի քիչ ավելի կենտրոնական թաղամաս, որովհետև տեղ իրոք իրանց մեքենաները կանգնած էին մեր Հայաթում։ Հետո իջանք մորքուրիս աղջկա Հայատուն, իրանք Արցախ թաղամասում էին։ Իսկ ինչ որ մի բան ձեզ ասում էին, ինչ որ մի բան առաջարկում էին, ասում են, մոտենում էին։ Չէ, ես ասեմ, բանը մի հատ մի կնիկ լացում էր ու երեխին քաշում էր, սենց իրանք դից ասում են, не бойтесь, мы вас убивать не будем։ Բայց մի հատ է ռուսի մեքենա կար, ու հետո իրանք այդ ռուսի մեքենան վերցրեց ու բարձրացան Կրկժան։ Ու դες մենք մեքենան բան արեցինք, վերցրինք, եկանք Արցախ թաղամաս, այդ գիշեր Արցախ թաղամասում մնացինք, հետո հաջորդ առավոտ նոր արդեն դուրս եկանք։ Մենք ինչպես ենք հիմա ապրում, գոյատևում այս ամենից հետո։ Ճիշտ եք ասում, ուղղակի գոյատևում ենք։ Ֆիզիկապես գոյատևում ենք, բայց հոգեպես ինձ թվում է չկա երջանիկ արցախցի։ Նույնիսկ ես կարամ ասեմ այն ամենից լավ ապրող, այն ամենից լավ քաղաքներում ապրող, եթե դու արցախցի ես, եթե արցախցի է, ինքը չի կարելի արժեք երջանիկ լինի։ Ու ինձ թվում է երջանիկ արցախցի չկա էլ արդեն։ Երջանիկ արցախցի եղել է մինչև 20 թվականի կռիվը։ Դրանից հետո ինձ թվում է չկա արդեն։ Երբ որ մտովի վերադառնում եք Արցախ, առաջինը ինչ եք անում։ Օй, առաջինը մի լավ կուշտ կլացեմ,
հետո նոր կգնամ գերեզմանները, հետո սաղ Ստեփանակերտով մեկ ոտով կքայլեմ, ինչպես անում էի բլոկադի ժամանակ, սաղ Ստեփանակերտով մեկ ոտով կքայլեմ, կարոտս կառնեմ, հետո կգնամ գյուղ, դե գյուղից էլ իմ կարոտը կառնեմ, չգիտեմ, երևի ամենից շատ գյուղն եմ կարոտում։ Լավա։ Հա, բայց մծծուրը օխլավավ ետր աղաշենք։ Поверьте, Չի, արխային է, ստի արխային գործը։ Ահա։ Չիրքերավ էստի լավ տպտպե թոտի ղաշենք, ահա։ Всё, դե մենք ստի ցալի ղաշենք չի իրա։ Նա շատ լավ, դա արդեն, ահա։ Ստին պատարգոն է տարածինք։ Բայց դիա վեր վեչինչ։ Սկզբի համար վեչինչ, լի։ Ահա։ Всё, էսա թենք դառնա։ Մաղամաղ դառնա։ Ինչպես դուրս եկաք Արցախից։ Բայ, շատ դժվարությամբ։ Շատ դժվարությամբ։ Այն որ վերջին բա նույնիսկ բոլերն եմ լվացել, տապուճկանները շարել, անին ասում ախի ես տենց անում, սա Վիրաստանները բան են անում, ջարդում փշրում են, դու էլ ասում չէ, թող ես մեկա հետ գալու եմ։ Մաման լվացքը փռելա, պատոհաները պին փակելա, որ փոշի չմտնի տունը։ Ես է բոլերը լվացի, տապուճկանները շարի, կլուչ բանալիքով փակեցի ու դուրս եկա, բայց այն բանով որ մեկա հետ գնալու ենք մենք, չգիտեմ, մինչև հիմա հույս ունեմ, որ մենք անպայման հետ գնալու ենք։ Կա զգացողություն, որ ձեր տանը արդեն ապրում են կամ տեսել եք արդյոք ադրբեջանական տեսանյութերը։ Տեսանյութում տեսա, որ մեր պատոհանները բաց են, բայց այն հույսով եմ, որ չէ, իրանք այդ իրանց կեղտոտ թաթ չեն դրել մեր տան վրա, բայց տեսանյութում տեսել եմ, որ պատոհանը բաց է։ Կա մի իր, որ ափսոսում եք, որ թողել եք Արցախում։ Արցախ։ Հենց ինքը Արցախը շատ եմ ափսոսում, որ թողել եմ դրանց նմաններին։ Հիմա դարել եմ մի հատ մոխրագույն, չգիտեմ ինչ, գորշ գույնի քաղաք։ Այն առաջվա վառ գույնի Ստեփանակերտից մնացել է գորշ գույնի մի հատ Ստեփանակերտ, ուրիշ ոչ մի բան։ Բայց դե հա շատ բաներ կա, որ մտածում եք կարելի էր վերցրած, օրինակ նկարները, նամակները, այդ վերջի բանը շատ խառը շփոթված դուրս եկանք, նույնիսկ դրանք չեմ հասցրել վերցնեմ։ Իհարկե ափսոսում։ Տես ինչ սիրունա դառը։ Առաջին անգամվա հետի շատ լավ, նույնիսկ ասեի շատ լավ։ Չգիտեմ։ Շատ դժվար է առանց Արցախ ապրել, ճիշտն ասած։ Տեսեք, շատերը մեղադրում են մեզ, ասում են, որ պետք էր մնար մինչև վերջ, պետք է մնայինք մինչև վերջ, կռվեինք, գուցե նաև էլի ու էլի զոհեր տայինք, 200-ից ավել զոհ ենք ունեցել մեկ գիշերվա մեջ, եւ սա սարսափելի է իհարկե։ Ինչպիսին են մեր պայքարը, այն ինչ պիտի լիներ, որ ապացուցեինք, որ մենք իրոք պայքարել։ Դե ճիշտ ասած, այդ ներսի դեղի ապրող Արցախում ապրող մարդիկ մենակ կհասկանան այդ դժվարությունները նախ բլոկադայի ժամանակ, հետո այդ կռվի օրերը, ահա որ ինձ թվում է կողքի ոչ մի մարդ չի հասկանա այդքան մեր ցավը, մեր ապրած ցավը։ Ես ուշադրություն չեմ դարձնում այդ ասողներին, ճիշտն ասած, որտեղ միջև մարդ իր կաշվի վրա չի զգում այդքանը, որ գիշերվա 1 անց կես գալիս դուրը ծեծում են, ասում են երեխեն սովածա, մի կտոր հաց կտակ, երեխեն ասելա, որ գնա Շուշիկին հաստատ, Շուշիկ ծոցային հաստատ հաց կլինի, մի կտոր հաց կտակ տանեմ, չի քնում։ Այդ 21-րդ դարում տեսնել այդ ամենը, հացը հերթում կանգնել 2 ժամ, հետո մի հատ հաց վերցնել, հետո մի հատ պապիկ գալիս է ասում է 2 օր չեմ կարող հաց վերցնեմ։ Տվել եմ իրան, մաման ասում է, բա մենք ասում են ոչինչ ինքը պապիկա, ես էլի կկանգնեմ։ Այդ չգիտեմ, միջև չտեսնես այդքան, միջև չզգաս կաշվի վրա երևի չգիտեմ, ինձ թվում է պիտի զգաս, որ հասկանաս այդքանը։ Ոչ մեկը չի հասկանա Արցախցու ցավը։ Ցավում է երևի բոլորիս սիրտը իսկապես եւ ցավի մասին էլ անդադար փորձում եմ շեղել, կատակում ենք, ժենգալով հաց ենք միասին պատրաստում, մեզ զգում ենք ինչպես Արցախում, բայց իրականում ցավը շատ խորն է ու այդ
ամեն ինչից հետո ապրելն էլ դժվար է։ Ամեն դեպքում ուզում եմ արցախյան հումորներից վերհիշենք, հա, օրինակ կա մի հումոր արցախյան, որ այսպես մտաբերում եք անընդհատ կամ հիշում եք։ Զվարճալի դեպքեր գուցե հիշեք Արցախից։ Այն որ արդեն այդ զվարճալի դեպքերն էլ ամոռացվել, չգիտեմ, խի Արցախը արդեն հիշում եմ, արդեն միշտ հատկապես վերջին օրերը, կռվի վերջին օրերն եմ հիշում, չգիտեմ, չեմ կարող մտաբերեմ տենց մի հատ զվարճալի, բայց երևի որ շատ մտածեմ կմտաբերեմ, բայց ինչ մտաբերեմ, շատ կան զվարճալի դեպքեր, բայց ներկապահին այն որ չեմ կարող հիշեմ իսկականից։ Շրջափակման օրերը ինչպիսին են Արցախում։ Երանի անկեղծ Երանի շրջափակման օրերը ճիշտ է շատ դժվար է, շատ ահավոր, կոնկրետ իմ համար չէ, ես իմ համար չէի մտածում, փոքր երեխեքի համար էի շատ մտածում, այն որ հիշում եմ մեր թաղի երեխեքը ոնց էին մի քանի կարտոֆիլ որ ճարում էին, գնում էին երեխեքով որ քեֆ անեն, մեկ է մի օր մամաս պատոհանից տեսնում է, որ այդ երեխեքը ման են գալիս ինչ-որ մի բանի, որ իրանց համար հայաթում կրակ էին անում, խորովում էին, քեֆ են անում, մեկ է մեզ բլոկադի ժամանակ կոմպոտ էի փակել, այն որ մտածում է վերջին բանն է, էլի հույսն է, քաղցր ինչ-որ մի բան է։ Մեկ է մաման կանչում է այդ երեխեքից մեկին, ասում է եկեք մի հատ քաղցր բան տամ, երեխեքից մեկը շատ լավ երեխեք էին մեր թաղ երեխեքը, գալիս է մաման կամպոտ է տալիս մի բալոն ու այդ երեխու զարմացած դեմքը էլի որ ոնց է հնարավոր այդ քաղցր բանը վերջ շատ ուրախացած գրկած գնում է ու երեխեքին գոռալով կանչում ասում է կոմպոտ եմ բերել երեխեքը չգիտեմ երեխեքն էին մեղքս գալիս մեծահասակներն էին շատ մեղքս գալիս որ իրոք զգացում էր էլի սննդի պակաս զգացում էր մարդկանց վրա։ Սարսափ կար այն պահին, երբ որ ադրբեջանցուն տեսակ ձեր տան դիմաց։ Ավելի շատ վախենում էի տնեցիների համար, բայց ես կոնկրետ չէ, ոնց որ քարացել էի մի տեսակ, այն որ աղջիկը սկսեց լացել, ասում այսա բաբոին կգան կտանեն գերի, մենք 5-րդ դպրոցի դիմացն էինք, իրանք վարժարանի մոտ, մամաս էլ տունն էր։ Այսինքն իրանք մեջտեղն էին, մենք ներքևը մամաս էլ տունն էր։ Մեկ էլ աղջիկը սկսեց լացել, ասում այսա բաբոին գերի կտանին, ասում եմ չէ, չեն տանի, չգիտեմ, մի տեսակ չկար այդ վախի զգացումը։ Չէի մտածում, որ իրոք կարող է իրանք 4 մեքենայով դե կանգնած են, իրոք կարող է մի վատ բան լինի, ու տենց հետո եկանք իրանք բարձրացան կրկժան, իրանք արդեն շատ հանգիստ քաղաքում ամսի 26-ի մասին է խոսքը, սեպտեմբերի 26-ի մասին է խոսքը։ Իրանք արդեն Ստեփանակերտ քաղաքում իրանց համար մեքենաներով արդեն հեն որ ման էին գալիս կարելի է տենց ասել։ Դելու է վրեժի ժամ։ Վերադարձի պահը գուցեև։ Դե հա ինձ թվում է, այդ հույսով ենք ապրում, որ կգա մի օր, ես մտովի պատկերացում եմ ոնց եմ գնում, ոնց եմ այդ ամենը անում, չգիտեմ, կա հույս։ Ինձ ունեմ հույս, որ կվերադառնանք։ Չգիտեմ, գուցե ես օպտիմիստ եմ, ես չկոտրվող ազնվորություն եմ, բայց իմ համար կա հույս։ Ու ես պատկերացնում եմ ինչեր եմ անելու։ Ես շենգյալով հաց եմ թխել ու սաղին բաժան հյուրասիրել։ Մեզ չմոռանալ։ Անկասեմ, տոն է այսօր եւ այս տան խորհուրդն էլ, հա, որ մենք զատվենք, բաժանվենք վերջապես մեր մեղքերից եւ կարծում եմ հենց գուցեև ասում են գալու է օրը, որ իսկապես մենք մեր մեղքերը թողնելու ենք ու տունենք դառնալու։ Ժենգյալով հացը ուտելու լավագույն տարբերակը միջոցը որն է։ Որովհետև տեսանյութեր կան, որ ուտում են դանակ բատարակաղով օրինակ։ Չէ, ժենգյալով հացը մեր ավանդական ձևի 2 ձերքափռնած հալալ օտոմս, ինչ դանակ, ինչ պատարակաղ։ Ես նույնիսկ ափսոսում եմ, որ ժենգյալով հացը դանակով կտրում եմ, բայց սիրունության համար դանակով եմ կտրում։ Բայց այն որ ձերքով վերցնիս հալալ օտիս, ինչ դանակ, ինչ պատարակաղ։ Ժենգյալով հացը մաքուր արցախյան ուտեստ է, արցախցիներն է սիրում են համով ճաշակել ամեն ինչը։ Ինձ թվում է չարժե պատարակաղով ուտել, ինչ պատարակաղ։ Լոխլավային են։ Իհարկե լոխլավային են։ Այդ հույսն ամս բան, թե չէ շատ դժվար կնի առանց հույս ապրելը։ Շնորհակալ եմ հյուրասիրության, անկեղծության եւ ձեր օրը մեզ հետ կիսելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Կհանդիպենք Արցախում։ Անպայման։